Տանջյան նախապատրաստվի Արտակ Դավթյանը։ Սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք շուրջ 100 տարի առաջ, 1921 թվականին, երբ Հայաստանը բոլշևիկների կողմից խորհրդայնացվում էր, հավանաբար այսպիսի ելույթներով էլ նրանք հանդես էին գալի, եւ որի արդյունքը եղավ այն քեմալաբոլշևիկյան պայմանագիրը, որի հետևանքով մենք կորցրեցինք Հայաստանի Հանրապետության հսկայական ծավալով հողատարածքներ։ Երևի այս Հայաստանի Հանրապետության չափ տարածք են կորցրել։ Այս ձևի ոգեշունչ ելույթներով, որ մենք խորհրդայնացնում ենք Հայաստանը, դրա համար պետք է տանք Նախիջևանը, պետք է տանք Սուրմալուն, պետք է տանք Կարսի նահանգը, պետք է տանք Արդաղանը, պետք է տանք, բա ինչ պետք է անենք, որովհետև քեմալական Թուրքիան էլ է խորհրդայնանալու։ Հիմա պետք է մաքսային միության հետ կամուրջ լինենք, մաքսայինանանք, եւ դրա համար իհարկե պետք է նման համաձայնագրեր ստորագրենք։ Համաձայնագրի մեջ պարզ նշված է, որ այո, Գազպրոմը այլևս այստեղ մենք որևիցե այլ օրենք, որևիցե այլ փաստաթուղթ չեն կարող ընդունել, որը կարող է տնտեսական վիճակի վատթարացում հարուցի Գազպրոմի հանդեպ։ Սա ուղղակի մի պայմանագիր է, որով մենք մեր հողը տալիս ենք Գազպրոմին, որի այո 51% это Газпром национальное достояние России։ Այո, այսօրվա Պուտինյան Ռուսաստանին ենք տալիս, որը մաքսայինացման շրջանակի ներքո, ես չգիտեմ այդ բաժնետոմսերը վերջը ում կարող է վաճառել, ինչպես տվեցին մեր Նախիջևանը եւ մնացած տարածքները։ Դա եղել է, մենք դա ապրել ենք։ Մեր պապերը դա ապրել են եւ այսօր է, որ այսպիսի խղճուկ վիճակում է հայտնվել Հայաստանը, դրա հետևանքն է։ Հիմա խոսում եք, ասում ենք, որ կառավարությունը լավ չի բանակցել։ Ովքեր են այս կառավարությունը։ Նրանք ինչի բանակցել գիտեն։ Եթե բանակցելու խնդիր լիներ, միգուցե նաև կարող է բանակցեին։ Բայց այս ամենի հեղինակը Սերժ Սարգսյանն է։ Ով էր Սերժ Սարգսյանը ժամանակին։ Եթե կարդանք այն հայտարարությունները, որը Կևորկովի կողմից արվել է, մի թշնամի հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ով էր նա։ Նրա օգնականն էր։ Հավանաբար այդ կապերն են տանում դեպի Պուտին։ Հավանաբար այդ ամենն է, որտեղ ես միշտ մտածել եմ, որ ոնց կարող է հայ մարդը նման փաստաթղթերի տակ ստորագրի կամ նման գործընթացի մեջ ներգրավված լինի։ Հեչ որ չէ հրաժարական կտա կամ ինքնասպան կլինի։ Ամեն դեպքում ես միշտ փնտրել եմ արդարացման ճանապարհներ, բայց հիմա հասկանում եմ, որ սրանք այդ ձևի նույն բոլշևիկյան ոգևորությամբ, այդ իրենց անորակ երևի ոնց ասեմ, բառ օգտագործեմ, ժուչոկ են եղել, թե ովքեր են եղել, որ այսօր վերել են նման համաձայնագիր են ներկայացրել ազգային ժողովին։ Մենք վերջ ի վերջո հայ ենք, ինչի եք թողում որբ Հայաստանը հայերին։ Առանց դրա էլ 1.5 միլիոն մարդ այսօր արտագաղթել է, արունահոսում է Հայաստանը։ Բացատրությունը անբացատրելի է այս ինչ որ տեղի է ունենում։ Հրավիրեք Սերժ Սարգսյանին եւ նրանց պահանջեք, ես ինչ եք անում դուք։ Հասկանալի է, որ կապ ունեք Պուտինի հետ, իր ենթական եք, բայց մի քիչ է ձեր մեջ ազգային արթնացրեք։ Ինչքան կարելի է։ Խոսվեց, այո, որ Զանգեզուրի պղինձամոլիբդենային գործարանի սեփականաշնորհումը եւ այլն։ Այո, հիմքերը, արմատները շատ են գնում, տարիներ առաջ են գնում։ Բայց եկեք մի հատ սթափվենք վերջ ի վերջո, հրավիրենք։ Հայրը վերջերս մահացավ, հայ մարդեր հուղարկավորեցին Ստեփանակերտում, վերջը հայի անուն է կրում, ազատ բառն է կրում։ Եկեք հրավիրենք, ասենք, ես ինչ եք անում, չեք կարում ղեկավարել։ Եկեք որոշ մի ճանապարհ գտնենք, այս ամենից հրաժարվենք եւ մեր ինքնիշխանությունը չկորցնենք։ Վերջ ի վերջո այստեղ նստած նույն օլիգարխները Խորհրդային Միության ժամանակ են ապրել։ Գիտեք դուք ինչ է նշանակում օտարի լծի ներքո ապրելը։ Ես նոր հարցնում եմ, ովքեր են եղել երկրորդ քարտուղարները։ Եղել են օտար մարդիկ, օտար ներկայացուցիչներ։ Ինչքան է ուզենակ գովերքել Խորհրդային Միությունը, դա մի կայսրություն էր, որտեղ մենք ապրում էինք, այո,
բայց ամեն դեպքում զրկված էինք զարգանալու հնարավորությունից։ Եթե մենք լինեինք ինքնիշխան պետություն, այո, կզարգանայինք։ Այստեղից ճիշտ ասեց Պուտինը, ինքը Ռուսաստանը չի գնացել։ Հիմա սրանով այս համաձայնագրով ուզում եմ ասել, որ ոչ միայն չեմ գնացել, այլ չեմ թույլ տալու, որ դուք ունենաք հնարավորություն այլընտրանքների։ Աշխարհը փոխվում է, Պարսկաստանի հետ հարաբերությունները արևմուտքի տաքանում են, փոխվում են, իսկ ով ասեց, որ մենք չպետք է օգտագործենք Պարսկաստանի հետ մեր այլընտրանքը, չպետք է ունենանք, չեմ բանակցել։ Պարզվեց, որ Պարսկաստանի դեսպանը ասեց, որ մեր հետ որևիցե մեկը չի բանակցել գազի գնի հետ կապված։ Դա հրապարակավ հայտարարվեց, իսկ ով ասեց, որ պետք է կյանքը այսպես միշտ ընթանա։ Մենք ունենք հնարավորություն, այո, պետք է ունենանք այլընտրանքային գազամուղ, տարանցիկ երկիր լինենք եւ օգտվենք։ Եվ այդ դեպքում նաեւ գազը կարող է լինել մեր ժողովրդի համար անվճար։ Մենք չենք արել այս ամենը։ Մեր մեղավորությունը եւս է, բայց միևնույն ժամանակ մի մոռացեք, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերը չէ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը ունի մեկ ռազմավարական գործընկեր։ Դա ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների պաշտպանությունը, մեր հայկական բանակն է եւ մենք ինքներս ենք մեր ռազմավարական գործընկերը։ Ոչ մեկը, ոչ Եվրոմիությունն է, ոչ Ռուսաստանի Դաշնությունն է։ Մենք ինքներս պետք է հասկանանք, հաշվի նստենք, որ չկա տենց նման բան աշխարհում, որ մեկը կարող է լինել քո ռազմավարական գործընկերը։ Այդ պահին միգուցե շահերը կարող է համընկնեն, դու օգտվես այդ շահերի համընկնման արդյունքներից, բայց իրականում մենք ինքներս ենք մեր գործընկերները։ Ինչի ենք զիջում այսպիսի փաստաթղթերով մեր գործընկերությունը մեր հետ։ Եթե լիներ գործընկեր, Պուտինը վերջերս մինչև Հայաստան գալը գնաց Ադրբեջան։ Ադրբեջանի բոլոր լրատվամիջոցները հայտարարեցին, որ շուրջ 4 միլիարդ դոլարի զինամթերք է այո Ռուսաստանը վաճառում Ադրբեջանին, միտում ունի զարգանալու այդ գործարքները, ավելանալու են, դե եթե մեր ռազմավարական գործընկերն է, մեր թշնամուն ինչպես է այդպիսի զենքեր վաճառում, այդ ծավալի, սա պարզ է, ոչ մի քաղաքական, եսի ինչ վերլուծաբան պետք չէ լինել, որ չհասկանալ այս ամեն ինչը։ Ընդհակառակը պետք է ասեմ, որ դեռ ավելին այսօր այդ 21 թվականի պայմանագիրը Ռուսաստանը ճանաչում է։ Ռուսաստանը ճանաչում է, այսինքն ընդունում է այն ամբողջ թշնամանքը, որը մեր նկատմամբ եղել է իր ձեռքով։ Այսօր էլ դա շարունակվում է։ Մենք ինչ չենք հասկանում, հոգուր չենք։ Հասկանում ենք, չէ՞։ Ձեր բոլորիդ խոսքերը լսել եմ, հասկանում եմ, որ դուք էլ եք մտահոգ։ Բայց եկեք մի ճանապարհ գտնենք, դուրս գանք այս վիճակից։ Եվ հիմա տեսեք 18 թվականին դաշնակցական կառավարությունը երբ անկում ապրեց, պարտվեց, այդ ռազմաճակատում պարտվեց, բայց բոլորիս մեղքներ, ոչ մեկ չի ասում, որ դաշնակցականներ դուք եք մեղավոր։ Մենք եկեք հիմա 100 տարի հետո կամ 50 տարի հետո չեն ասելու հանրապետական կուսակցությունն էր մեղավոր, բոլորս ենք պարտվելու։ Եկեք դուրս գանք այս լծից եւ իրոք այս համաձայնագիրը, պարոն Մովսիսյան, ես խնդրում եմ ձեզ հետ տարեք։ Դուք զրկում եք մեզ այլընտրանքներից, կյանքը փոխվելու է։ Այդ մաքսային միությունը ինչ որ քեմալական խորհրդայնացումը չստացվեց, չեղավ, որտեղ չի կարող լինել։ Նույնը այս մաքսայնացումը չի լինելու։ Ուղղակի մենք հայերս էլի տուժելու ենք այս պարագայում։ Ես ուղղակի խնդրում եմ ձեզ, գնացեք համոզեք Սերժ Սարգսյանին։ Ասեք, որ գտնենք տարբերակներ հրաժարական տակ կամ չգիտեմ հերոսի կոչում տանք միգուցե, չգիտեմ ինչ կարելի անել, բայց նման համաձայնագրերը արդեն կային շատ փաստաթղթեր եկան ազգային ժողով, բայց սա արդեն այն դուք հիմքն եք դնում, որ մենք արժանապատիվ ժողովուրդ չենք, իրոք պետք է վերանանք այս աշխարհում մենք որպես ժողովուրդ լինելու իրավունքը չունենանք։ Արտակ Դավթյան, նախապատրաստի Խոսրով Արությունյանը։